Հայ առաքելական եկեղեցին այս օրերին պատրաստվում է սեպտեմբերի 27-ին կայանալիք Միրոնօրնության արարողությանը։ Մոտ 30 միջեկեղեցական պատվիրակության ներկայություն է ակնկալվում մեր եկեղեցու համար առանցքային ու նշանակալի այս իրադարձությանը։ Պատվիրակություններից 25-ն արդեն դրական են պատասխանել հրավերին։ Հրավերներն ընդհանրապես առաջին հերթին ուղղվում են քույր եկեղեցիների եւ ավանդական, այսինքն ուղղափառ օրթոդոքս եւ կաթոլիկ եկեղեցիների պետերին, բնականաբար հաշվի առնելով նաեւ հարյուրամյակի ընթացքը, որտեղ հարյուրամյակին գրեթե մեծ թվով եկեղեցական պետեր էին ներկա, Միրոնօրնության ժամանակ հիմնականում ակնկալվում է եկեղեցական պետերի ներկայացուցիչների ներկայություն։ Եկեղեցապետերից Հայոց Ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությանը արևելյան ուղղափառ եկեղեցիների ընտանիքից ներկա չէր միայն Եթովպիայի եկեղեցու գահակալը։ Այդ օրերին Եթովպիայում համազգային սուգ էր հայտարարված, իսլամիստները տասնյակ եթովպացիների էին գլխատել։ Միրոնօրնության արարողությանը Եթովպիայի քույր եկեղեցու գահակալը հավանաբար դարձյալ ներկա չի լինի, քանի որ այդ օրը նրանք նշում են Սուրբ Խաչի տոնը։ Ակնկալվում է, որ նա հաջորդ տարի Հայաստան կգա հովվապետական այցով։ Միրոնօրնության արարողությունից առաջ միջեկեղեցական պատվիրակությունների ներկայացուցիչների հետ նաև հանդիպումներ են նախատեսված։ Նախատեսված են հիմնականում էկումենիկ հանդիպում հյուրերի հետ, ովքեր ժամանելու են տարբեր եկեղեցական ընտանիքներից, Վեհապար հայրապետի հետ հանդիպում, իրենց եկեղեցապետերի պատգամների եւ շնորհավորանքների փոխանցում, այնուհետև արդեն կսկսվի բուն արարողությունը Միրոնօրնեքը եւ 28-ին արդեն եկեղեցական պատվիրակությունների ներկայացուցիչները կվերադառնան իրենց երկիրներ։ Հիշեցնենք, որ Միրոնօրնության արարողությունը մեր եկեղեցում կատարվում է 7 տարին մեկ անգամ։ Կարևորագույն այդ իրադարձությանը մասնակցելու համար այս տարի եւս հազարավոր հայ եւ օտարերկրացի ուխտավորներ կգան Հայաստան։ Աստղիկ Հակոբյան, Մեսրոպ Ավետիսյան, Եկեղեցական կյանք։